Մարդիկ հաճախ են ասում, որ կյանքը բաժանվում է առաջի և հետոյի։ Սովորաբար դա լինում է մեծ ուրախության կամ մեծ ողբերգության ժամանակ։ Բայց իմ կյանքը փոխվեց ընդամենը մեկ գիշերվա ընթացքում։ Մի գիշեր, որը սկսվեց շատ սովորական, բայց ավարտվեց մի աղոթքով, որը ես մինչև կյանքիս վերջ կկրկնեմ։ Ես երբեք չեմ ուզում, որ այդպիսի գիշեր այլևս լինի իմ կյանքում։ Սա տեղի ունեցավ 2019 թվականի դեկտեմբերին։ Մենք, ես, Արամը, կինս Անին և մեր 3 տարեկան որդին Դավիթը վերադառնում էինք Գորիսից Երևան։ Ամանորին ընդամենը մի քանի օր էր մնացել, և մենք գնացել էինք ծնողներիս տեսության։ Մայրս պնդում էր, որ մնանք, ասում էր ճանապարհները լավը չեն, սպասեք առավոտյան գնացեք, բայց ես ինչպես միշտ շտապում էի։ Երևանում գործեր կային, հաջորդ օրը աշխատանքի էի, և ինձ թվում էր, թե իմ հին, բայց վստահելի մեքենան մեզ տուն կհասցնի առանց խնդիրների։ Ժամը երեկոյան 7-ն էր, երբ դուրս եկանք։ Սյունիքի ճանապարհները ձմռանը միշտ էլ անկանխատեսելի են։ Սկզբում ամեն ինչ հանգիստ էր։ Դավիթը քնած էր հետևի նստարանին։ Անին կողքս նստած ինչ-որ բան էր պատմում, բայց ես զգում էի, որ օդը փոխվում է։ Երբ հասանք Սիսիանի խաչմերուկին, դեպի Զանգեր տանող հատվածին, եղանակը կտրուկ վատացավ։ Ով անցել է այդ ճանապարհով, գիտի ինչ է նշանակում Սիսիանի բուքը։ Ձյունը սկսեց գալ ոչ թե վերևից, այլ կարծես բոլոր կողմերից միանգամից։ Քամին հարվածում էր մեքենայի կողքերին այնպես, կարծես ուզում էր մեզ դուրս շպրտել ասֆալտից։ Տեսանելիությունը զրոյական էր։ Մառախուղը այնքան խիտ էր, որից հազիվ էի տեսնում մեքենայի ծայրը։ Անին լռեց։ Նա ձեռքով ամուր բռնել էր բռնակը։ «Արամ, միգուցե հետ դառնանք», հարցրեց նա կամաց։ «Ուշ է», պատասխանեցի ես, փորձելով ձայնիս վստահություն հաղորդել։ «Կես ճանապարհն անցել ենք, հիմա կիջնենք դեպի վայք, այնտեղ ավելի տաք կլինի»։ Բայց ես սխալվում էի։ Հենց ամենաբարձր կետում, սարերի մեջ, որտեղ քամին ոռնում էր գայլի պես, մեքենան ցնցվեց։ Մեկ անգամ, երկու անգամ, և շարժիչը հանգեց։ Լռություն։ Այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան քամու ձայնը։ Ես փորձեցի գործի գցել մեքենան։ Խնդրում եմ, շշնջում էի ես, բայց շարժիչը միայն տխուր խրխրաց ու լռեց։ Մենք մնացել էինք մենակ, ձյունածածկ սարերի մեջ, գիշերվա ժամը 10-ին, սառցակալած ճանապարհի եզրին։ Ես դուրս եկա մեքենայից։ Ցուրտը միանգամից ծակեց ոսկորներս։ Բացեցի կապոտը, բայց ինչ կարող էի անել մթության մեջ, երբ ձյունը փակում էր աչքերս։ Հեռախոսս հանեցի, ցանց չկար։ Զանգերում հաճախ է կապը կորում։ Վերադարձա մեքենա։ Անին արթնացրել էր Դավիթին, որովհետև մեքենան սկսում էր սառչել։ «Արամ, երեխան տաք է», ասաց Անին դողացող ձայնով։ Դավիթի ճակատը այրվում էր։ Մենք չէինք նկատել, որ նա հիվանդացել է։ Մեքենայի ջերմաստիճանը րոպե առ րոպե ընկնում էր։ Դրսում -15 էր, իսկ ներսում գնալով ավելի ցուրտ։ Անցավ կես ժամ։ Ոչ մի մեքենա չէր անցնում։ Բուքը այնքան ուժեղ էր, որ ճանապարհը փակվել էր։ Մենք մենակ էինք։ Դավիթը սկսեց լաց լինել։ «Պապա, ցուրտ է», ասում էր նա։ «Պապա, տուն եմ ուզում»։ Այդ պահին ես զգացի իմ կյանքի ամենամեծ անզորությունը։ Ես տղամարդը, ընտանիքի հայրը, ով պետք է պաշտպաներ նրանց, նստած էի սառչող երկաթի կտորի մեջ և ոչինչ չէի կարողանում անել։ Ես հանեցի իմ վերարկուն և ծածկեցի Դավիթին ու Անիին։ Ես մնացի բարակ սվիտերով, բայց ցուրտը չէի զգում։ Ես զգում էի միայն վախ, որ կարող եմ կորցնել նրանց։ Անին սկսեց աղոթել։ Նա չէր լալիս, նա ուղղակի սեղմել էր երեխային կրծքին ու շշնջում էր. «Տեր Աստված, փրկիր մեզ»։ Ժամանակը կանգ էր առել։ Ինձ թվում էր մենք այնտեղ օրերով ենք։ Պատուհանները ամբողջությամբ սառել էին, մենք շնչում էինք սպիտակ գոլորշի։ Դավիթի ձայնը գնալով թուլանում էր։ Նա քուն էր մտնում ցրտից, իսկ դա ամենավտանգավորն էր։ «Դավիթ, մի քնիր, տղաս, խոսիր հետս», գոռում էի ես։ «Հեսա հասնում ենք Երևան, քեզ նոր խաղալիք եմ առնելու»։ Բայց ես գիտեի, որ եթե ևս մեկ ժամ մնանք, մենք առավոտը չենք տեսնի։ Եվ հանկարծ, հեռվում, մշուշի միջից ես նկատեցի 2 դեղին լույս։ Դրանք շատ դանդաղ էին մոտենում, հազիվ նշմարվող։ Սիրտս սկսեց խփել կրծքավանդակիս դեմ։ Ես դուրս թռա մեքենայից, կանգնեցի ճանապարհի մեջտեղում ու սկսեցի թափահարել ձեռքերս։
Կանգնիր, խնդրում եմ, կանգնիր, գոռում էի ես քամուդեմ։ Դա մի հին մեծ կամազ էր։ Այն կանգ առավ մեր մեքենայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Վարորդի դուռը բացվեց եւ իջավ մի հսկա տղամարդ, մոտ 60 տարեկան, բեղերով, հաստ բաճկոնով։ Նա նայեց ինձ, հետո մեքենային։ Ինչ է եղել, տղա ջան, մնացել եք, հարցրեց նա իր բամբ ձայնով։ Երեխան սառչում է, մեքենան չի աշխատում։ Ես հազիվ էի խոսում, ատամները սիրար էին խփում։ Այդ մարդը, անունը Քերի Սուրեն էր, ոչ մի բառ ավել չասաց։ Նա արագ բացեց իր բեռնատարի դուռը։ Արագ երեխուն ու կնոջդ բեցտեղ, խցիկում տաքա։ Մեքենատ թող ստեղ, հետո կմտածենք։ Մենք տեղափոխվեցինք կամազի խցիկ։ Այնտեղ վառարանը աշխատում էր, ծխախոտի ու դիզելի հոտ էր գալիս, բայց այդ հոտը ինձ թվաց աշխարհի ամենաանուշ բույրը։ Քերի Սուրենը հանեց իր թերմոսը, տաք թեյ լցրեց Անիի ու Դավիթի համար։ Նա մեզ տարավ մինչև վայքի հիվանդանոց։ Ամբողջ ճանապարհին նա պատմում էր ինչ-որ զվարճալի պատմություններ, փորձելով ցրել մեր վախը, բայց ես տեսնում էի նրա աչքերում, որ նա էլ էր հասկանում, ինչքան մոտ էինք մենք ողբերգությանը։ Հիվանդանոցում բժիշկներն ասացին, որ Դավիթի մոտ թոքաբորբի սկիզբ է, բայց վտանգավոր ոչինչ չկա, որովհետև ժամանակին ենք հասցրել։ Եթե ուշանայինք ևս մեկ ժամ։ Ես դուրս եկա հիվանդանոցի բակ, արդեն լուսանում էր, ձյունը դադարել էր։ Սարերը փայլում էին արևի տակ, այնքան գեղեցիկ ու խաղաղ, կարծես մի քանի ժամ առաջ չէին փորձում սպանել մեզ։ Քերի Սուրենը չսպասեց նույնիսկ շնորհակալության։ Ասաց գործի եմ ու գնաց, թողնելով ինձ իր հեռախոսահամարը, որպեսի հետո զանգեմ, գնանք մեքենաս հանենք ձյան տակից։ Ես կանգնած էի այդ սառը առավոտյան, ծխում էի ու նայում երկնքին։ Այդ պահին ես հասկացա, թե ինչքան փխրուն է մեր կյանքը։ Մենք վազում ենք, պլաններ գծում, փող աշխատում, բայց ամենակարևորը այն է, որ քո հարազատները տաք լինեն ու կողքիդ։ Այդ գիշերվանից անցել է մի քանի տարի։ Դավիթը մեծացել է, դպրոց է գնում, բայց ամեն անգամ, երբ ձյուն է գալիս, ես հիշում եմ Սիսիանի այդ ոլորանները, այդ մահացու լռությունը և կամազի դեղին լույսերը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ փրկվեցինք։ Ես շնորհակալ եմ Քերի Սուրենին, ում հետ մինչ օրս ընկերություն ենք անում։ Բայց ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս ու հիշում այդ ցուրտը, ես կրկնում եմ միայն մեկ բան. ես երբեք չեմ ուզում, որ այդպիսի գիշեր այլևս լինի իմ կյանքում։